Նոզմինդայի քաղաքապետարանի մշակույթի ու սպորտի ծառայության սպորտի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց վոլեյբոլի մրցաշար, վոլեյբոլի քաղաքապետարանի գավաթի առաջնություն, հիմնարկ ձեռնարկությունների միջև։ Մրցաշարին մասնակցեցին 4 հիմնարկների թիմեր՝ Ավագանու քաղաքապետարանի մարզադպրոցի ու TBC բանկի մարզիկները։ Սա վոլեյբոլի մեր մունիցիպալիտետային առաջնությունն է, որին մենք հրավիրեցինք հիմնարկ ձեռնարկությունների թիմերին, ցավոք սրտի հայտագործեցին շատ ավելի թիմեր, բայց եզրափակիչ անցան 4-ը, ովքեր իսկապես կազմեցին թիմ, որը կարող էր մեկի հետ մրցակցության ժամանակ ցուցադրել եւ գեղեցիկ խաղ եւ ստանալ իրենց արդյունքները։ Այնպես որ խաղին մասնակցեցին 4 եզրափակիչ խաղերին մասնակցեցին 4 թիմեր՝ քաղաքապետարանի, Ավագանու, TBC բանկի եւ մարզադպրոցի աշխատակիցների թիմերը, եւ ինչպես վերջին արդեն տեսակ հաղթեցին մարզիկները, ոնց կարելի ասել ոչ թե այսինքն պաշտոնով մարզիկներն, իսկապես հոգով մարզիկներն են եւ համառ պայքարում ունեցան եւ ապացուցեցին, որ իսկապես կրում են իրենց մարզական ձևը, իրենց մարզական թիմը, ընկերությունը, միասնությունը եւ հաղթեցին համառ պայքարում։ Սա իհարկե կոչ կլինի մեր հիմնարկ ձեռնարկությունը, քանի որ աշխուժ ակտիվ մասնակցությունը միշտ խրախուսում է եւ հանրապետության եւ մեր շրջանային մունիցիպալիտետային ղեկավարության կողմից, որպեսզի եւ երիտասարդությունը եւ այն մարդիկ, ովքեր ունեն ցանկություն մասնակցել սպորտով, մենք կազմակերպենք այսպիսի խաղեր, որպեսզի կարողանան տարվա ընթացքում գոնե մի քանի անգամ զբաղվել իրենց սիրած մարզաձևերով։ Այն չէ, որ մենք դպրոցական անցկացնում ենք դպրոցական օլիմպիադաներ, դպրոցական խաղեր, բայց եւ ամենաբեծ դեպս պետք է իհարկե ուշադրություն դարձնել նաեւ մեծ հասակներին, ովքեր ուզում են անցկացնել իրենց ակտիվ հանգիստը հենց մարզական ձևերով պարապելու համար։ 2 օր տևած մրցաշարն անցավ խաղաղ պայմաններում։ Խաղերի ընթացքին հետևում էր Նոզմինդայի վերադասը, հանձինս Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Գյուրեղյանի։ Ներկա էր նաև Ավագանու նախագահ Վահան Արոյանը, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը, սպորտի բաժնի պետ Գրիգոր Թոպուզյանը, Ավագանու քաղաքապետարանի ծառայագիծներ ու հյուրեր։ Սա կազմակերպել է մեր ծառայությունը, սպորտի բաժինը, վոլեյբոլի քաղաքապետարանի գավաթի առաջնություններ, հիմնարկ ձեռնարկությունների միջև։ Այս պահի դերությամբ ավարտվեց քաղաքապետարանի եւ Սակրեբոլոյի թիմերի խաղը, շատ ցավալի էր, որ քաղաքապետարանի թիմը պարտություն կրեց, ընդամենը 26-24 հաշվով։ Ոչինչ, սա փորձնական էր։ Կային խաղացողներ, որ առաջ անգամ նոր էին խաղում, սա փորձ ձեռք բերում է, պետք է մի քիչ շատ զբաղվել այս մարզաձևով, որպեսզի կարողանաս մերձումների ժամանակ կենտրոնանաս խաղին։ Երկօրյա թեժ պայքարում հաղթող ճանաչվեց մարզադպրոցի թիմը։ Ինչպես իր խոսքում նշեց մարզադպրոցի տնօրեն Վալերի Բդոյանը, նմանատիպ խաղերը կարող են խթան հանդիսանալ շատ հիմնարկությունների աշխատակիցներին ներգրավելու դեպի առողջ ապրելակերպ, դեպի սպորտ։ Ուրեմն այս երկօրվա վոլեյբոլի մրցումները կազմակերպել էր սպորտի ծառայությունը, քաղաքապետի գավաթ անվանվամբ։ Մասնակցեցին 4 թիմեր, լավ կլիներ ավելի շատ գրանցվել էին 8 մասնակցեցին 4 թիմեր։ Մարզադպրոցը սկզբում ոչ մի հիմնարկ ձեռնարկություններ համաձայն չէ, որ մասնակցի, քանի որ քիչ էին մասնակցող թիմերը, մասնակցեցինք, հաղթեցինք եզրափակիչում Ավագանու թիմի հետ։ Կարելի է տարբեր մարզաձևերով կազմակերպել հիմնարկ ձեռնարկությունների միջև մրցումներ ավելի հետաքրքիր դարձնելու շրջանի տարեց սպորտի զարգացման համար, տարեց մարդկանց զբաղեցնելու համար, ոչ դպրոցական, դպրոցահասակ, այլ բարձր տարիքի մարդիկ զբաղվելու համար հետաքրքիր մրցումներ կարելի է կազմակերպել։ Կարելի է հետագայում մինիֆուտբոլի, հետո թենիսի մրցումներ կազմակերպել։ Շնորհակալություն կազմակերպիչներից էլ, մասնակիցներից էլ, հաղթողից էլ, հաղթողներից էլ։ Մարզական միջոցառման ավարտին մարզիկներին ողջունեց մշակույթի ու սպորտի ծառայության պետը։ Առաջին եւ երկրորդ տեղեր զբաղեցրած Ավագանու ու մարզադպրոցի թիմերին պարգևատրման արարողությունն իրականացրին Ավագանու նախագահ Վահան Արոյանն ու փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը։
Այսպիսի միջոցառումներ մեր մունիցիպալիտետում իրականացվում են հաճախակի։ Ցանկանանք մեր մարզիկներին նորանոր հաջողություններ։